Մեր կյանքում եւ շուրջ բոլորը տխրելու շատ պատճառներ կան, որպեսզի այդ ամենին հումորով չվերաբերվենք։ Իսկ երբ ծիծաղելի է, այլևս սարսափելի չէ, իսկ երբ սարսափելի չէ, ուրեմն կարելի է հաղթահարել։ Եվ եթե ծիծաղելի է, ուրեմն գտել ես այն, ինչը կարելի է ու պետք է շտկել։ Եկեք միասին թեթև ժպիտով, երբեմն քմծիծաղով, մեկ-մեկ էլ ծիծաղախառն լարնությամբ դիտարկենք ու քննենք մեր դիտարկածը։ Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում վերստին մեր մեջ ասած հաղորդումն է։ Խոսենք այսօր երջանկության ու դժգոհության, բայց ավելի շատ դժգոհության մասին։ Այ օրերս հրապարակվեցին սոցիոլոգիական հետազոտության արդյունքներ, որոնք զարմանք պատճառեցին լրագրային հանրությանը։ Ինչու՞։ Որովհետև տեսեք, պարզվել էր, որ Հայաստանում մարդիկ իրենց երջանիկ են զգում։ Անկեղծ ասած, ես էլ զարմացած եմ, բայց զարմանում եմ մյուսների զարմանալու վրա, որովհետև այնպես էին զարմանում, կարծես չեն ուզում, որ երջանիկ լինենք։ Իսկ ընդհանրապես Հայաստանում դժգոհ լինելն է մոդա, այո։ Մեր մեջ ասած միշտ էլ մոդա է եղել, ինչպես սև զգեստը Վրաստանում։ Ասենք սևասիրության մեջ մենք էլ պակասը չենք, հատկապես 16-ից 25 տարեկան պատանիներն ու երիտասարդները։ Ու քայլում է փողոցներով խոժոռադեմ մարդկանց սևազգեստ բազմությունը։ Նույնքան խոժոռադեմ ու մռայլ մարդկանց տարբեր խմբեր գլորվում են քրտնաթոր միկրոավտոբուսներով։ Հանկարծ ու մեկը ժպտա, անմիջապես զարմանքով, հանդիմանանքով ու կասկածանքով լեցուն բազմաթիվ հայացքներ ուղղվեն նրան եւ կսկսեն մանրակրկիտ զննել ռենտգենյան ճառագայթների նման։ Եվ իսկապես, միթե կասկածելի չէ, շուրջ բոլորը դժգոհ ու մռայլ դեմքեր են, իսկ այս մեկը, հապա մի սրան նայեք, այնպես է ժպտում սրիկան, ասես, երևի գործերը լավ են։ Արտացոլված է մեկի հայացքում։ Չէ, նա հաստատ տեղացի չէ, դրա համար էլ ժպտում է, հակադարձում է մյուս հայացքը։ Ախր դուք որտեղ եք նման հագուկապով արտասահմանցի տեսել, այն էլ մարշրուտկայի մեջ։ Համ էլ արտասահմանցիները խմբերով են շրջում կամ զույգերով, իսկ սա կա-չկա իշխանավորի բարեկամ է, կամ էլ պաշտոն են խոստացել։ Հայացքների խոսակցությունը շարունակում է մի ուրիշը։ Չէ օլիգարխ, ուղղակի ցնդածի մեկն է, գիր։ Բան եմ ձեզ ասում, նորմալ մարդը, առավել ևս մեր մարդը, ժպտալու եւ գոհ լինելու բան չունի։ Ակնոցի հաստապակիների պատճառով էլ ավելի խոժոռ թվացող հայացքով ժպտադեմ անծանոթին սկանավորելուց հետո զրույցին վերջակետ է դնում 70-75 տարեկան ճաղատ, թիկնեղ, բայց փոքր-ինչ կորացած մի տղամարդ, երևի նախկին կուսաշխատող։ Մեր ժպտերեսիկը նկատելով, որ ուշադրության կենտրոնում է հայտնվել, զսպում է ժպիտը, մի տեսակ մեղավոր նայում ներկաներին, ասես ինչ-որ անպարկեշտ բան է արել, եւ ճիշտ է։ Մռայլվեք, ախր դժգոհ լինելը հիմա մոդա է։ Համարձակվեմ ասել, որ եթե քաղաքական իրավիճակը կամ սոցիալ-տնտեսական վիճակը այս դժգոհության հետ կապ ունենել, ապա միայն միջնորդավորված։ Արևային եղանակ է, մարդիկ դժգոհում են, անձրև է, էլի դժգոհում են, ձյուն, առավել ևս, աշխատավարձ չեն տվել, տեղով դժգոհություն է։ Աշխատավարձ են տվել, կրկնակի դժգոհություն է, որովհետև գները ինքներդ էլ գիտեք, կծում են, իսկ պաշտոնյաների հայտարարություններից դատելով էլ ավելի կծանեն դառնալու։ Իրավացի են բոլոր նրանք, ովքեր ասում են, թե լավ կյանքից չէ, որ մարդիկ դժգոհ են։ Դա ոչ ոք չի ժխտում։ Հակառակը պնդելը իսկապես անհեթեթ է։ Կյանքի պայմանները շատ բան են թելադրում, այդ թվում անհատական եւ հասարակական տրամադրությունը։ Բայց նաեւ չարաչար կսխալվեք կարծելով, թե միայն սոցիալական դժվարություններ կրող մեր հայրենակիցներն են դժգոհ։ Երևույթի հմայքն ու առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ Հայաստանում դժգոհ են բոլորը՝ եւ աշխատանք ունեցողը, եւ գործազուրկը, եւ փոքր կրպակով գոյատևողը, եւ խոշոր սուպերմարկետի տերը, եւ հետիոտնը, եւ պլպլան մեքենայի ղեկին նստածը, եւ բանտարկվածը, եւ բանտարկողը, եւ հիվանդը, եւ առողջը, եւ ընդդիմադիրը, եւ իշխանավորը։ Հենց այդ համատարած դրսևորման պատճառով է, որ ժամանակակից Հայաստանում դժգոհությունը կարելի ազգային բնավորության գիծ համարել, իսկ մռայլ տեսքը ազգային դիմագիծ։ Մի խոսքով ընդհանրական տպավորությունն այն է, որ հայրենական արտադրության դժգոհությունը դրսևորելու համար առանցքայինը ոչ այնքան ու ոչ միայն դժգոհողի վիճակն է կամ որևէ համարժեք դեպք ու երևույթ, որքան հոգեվիճակը։ Ընդ որում, թե անհատների, թե հավաքական հոգեվիճակն ու ներհասարակական մթնոլորտը։ Իսկ նման գործոնների ազդեցության պայմաններում դժգոհելու բան միշտ էլ կգտնվի։ Առավել ևս, եթե շարունակաբար կարելի ասել տարիներ շարունակ քարոզվում ու պահանջարկ են վայելում տարատեսակ վատ լուրերը, դժբախտությունների մասին մանրամասն տեղեկատվությունը, բացասական զգացումներ հարուցող երևույթները, մարդկային զանազան արատները,
ապա հետևանքը նման վիճակն ու համընդգրկուն դժգոհությունն են լինելու։ Արա, հեսա քեզ կսպանեմ։ Հեռուստաարխի միջից հնարավորինս անմարդկային դեմք ընդունած ճչում ճվաղում է հայկական հերթական սերիալի հերոսը։ Անջատում եմ հեռուստացույցը, բայց մեկ էլ նորից լսում եմ. Արա, հեսա կտամ կսպանեմ։ Լսվում է ընդհանուր բակից։ Հարևան շենքի 10-12 տարեկան երեխաները սերիալ են խաղում։ Նորից միացնում եմ արկղը, իսկ այնտեղ ինչ որ մեկը վստահ որ ահավոր ծիծաղելի բան է ասում, բլթացնում է. Տիգրան մեծն ուներ երկու եղբայր, Տիգրան փոքրն ու Տիգրան միջինը, հի։ Իսկապես ահավոր է, նաև ողորմելի։ Եվ սա էլ համատարած դժգոհության հակադարձ երեսն է, ծաղրել ամեն ինչ, ձեռ առնել ամենքին, հատկապես հերոսներին, պատմության հայտնի դեպքերին, մարդկային առաքինությունները, արժանինքները, արժեքները։ Եվ իրոք, ինչ կարող է անել դժգոհ մարդը, ինչ կարող է անել դժգոհ մարդկանց բազմությունը։ Կարող է քանդել, ջարդել, կարող է տրոր տակ տալ թեկուզ չդժգոհներին։ Կարող է ամեն ինչի մեջ ու ամեն ինչի տակ դժգոհելու, մռայլվելու պատճառ փնտրել, կարող է հայհոյել վերջապես, այնպես որ մռայլվեք, դժգոհ լինելը մոդա է, եւ դատելով ամեն ինչից դեռ երկար ժամանակ մոդա կլինի։ Մի փոքր մխիթարում է սոցիոլոգիական հարցումը, որ մենք այնուամենայնիվ մեզ երջանիկ ենք զգում։ Երեչանգության արցունքները սերով դու ինձ դվի Երեչանգության համբույրները շերտներուս վրա թրոշմեցի Երեչանգության արցունքները Սերով դու ինձ դվի Երեչանգության համբույրները շերտներուս վրա թրոշմեցի Քարնան նման արևաշո Արեթերու բույրը ինձ բերի Ու շերտներով ինձ այրով Սրդիս գիրքը հարկեցուցի Քարնան նման արևաշո Բարեթերու բույրը ինձ բերի Ու շերտներով ինձ այրով Սրդիս գիրքը հարկեցուցի